Ողջույն, Հարություն։ Ողջույն Նարեկ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր իմ հրավերը Ես նույնպես։ Եվ դու մեր տաղավարում ես, այսօր մենք խոսել ենք քո ստեղծագործական գործունեության մասին ու հատկապես այն գործերի մասին, որոնք որ կարելի ասել հիթային են ու շատերը չգիտեն, որ հենց այդ երգերի երաժշտության հեղինակը դու ես։ Սկսենք նրանից, թե դու որ տարիքում ես սկսել հասկանալ, որ երաժշտությունը քոնն է։ Վաղ տարիքից, երբ որ դե քանի որ ես երաժիշտների ընտանիքում եմ ծնվել, պապիկս նույնպես շատ ուժեղ երաժիշտ էր, հմուտ ու ես նույնպես չունեմ կրթություն, ինչպես նաև ինքը։ Իմ երաժշտական ճաշակը ինձ ձևավորել է պապիկս ու հորեղբայրս։ Երբ որ ես փոքր էի, ինձ դիսկերով, այն ժամանակ վինիլներ կար, բայց ավելի շատ դիսկերով էին ինձ տենց շատ բարձր ճաշակային գործեր էին դնում, որ ես լսեի, նաև քնելուց առաջ, բայց ես 12 տարեկանից սովորեցի ծրագրավորում մինչև 17, միաժամանակ ուզում էի, որ ես ամեն ինչ արել եմ իմ կյանքում, ասենց ինչ կարողացել եմ, փորձել եմ տարբեր ձևի սպորտեր, տարբեր տեսակների մեջ ու այդպես հասկացա մի ժամանակ, որ պետքա ես զբաղվեմ կոնկրետ երաժշտությամբ, որտեղ ես համել դաս էի տալի փոքր ժամանակ ծրագրավորում, Թումոյում եմ եղել, այնտեղ բենդ ունեինք, համել ծրագրավորում ու ես առաջի մասնակցությամբ ծրագրավորում էի։ Ամերիկայում մենք գնացել էինք մյուզիկլ ունեինք, այնց հրավեր եղավ ու գնացինք Ամերիկա, ես դեռ 17 տարեկան էի, այդ մյուզիկլը շատ սիրուն էր ու շատ լիքը պատմություններ կա, կպատմեմ, որ հետ եկանք ես հասկացա, որ չեմ ուզում զբաղվեմ էլ ծրագրավորումով, որովհետև 5 տարի ժամանակ եմ դրել սովորել եմ, ինչ որտեղ աշխատում էի, բայց հասկացա, որ այդտեղ ազատ չեմ ու իմ փոքր ժամանակ ես չգիտեմ, պապիկիս թառն էի նվագում, ավելի շատ լարերն էի պոկում, ունեի տենց պոկելով երաժշտություն էի ստեղծում ու ամեն ինչի վրա նվագում էի ու միշտ պապիկս ասում էր դու երաժիշտ ես դառնալու, ասում էի դե չգիտեմ, բայց ծնողներս դեմ էին, չէին ուզում։ Ոնց բանը բոլոր ծնողները։ Դե հա, բայց ես մի քիչ ուրիշ տեսակի եմ, եթե մի բանը իմ ուղեղում մտնում է, որ ես պիտի անեմ, ինչ ուզում լինի։ Նույն ձև որ բանակից հետ եկա, արդեն մտա տարբեր գործեր, հետո ուժ գործողությամբ էի զբաղվում, բայց հետո երբ որ գնացինք TV, նաև մենք այնտեղ ծանոթացանք, իմ մեջ այդ միշտ ես այդ ստեղծագործելու, այդ ամենակարևոր բանն է, որտեվ ես չեմ կարող առանց դրա, էլի իմ կյանքը ասես շունչս կկանգնի առանց դրա, առանց երաժշտության։ Ու հասկացա, որ դա բոլորիս մեջ կա ինչ-որ մի բան, որը որ մանկուց է գալի, համել գենետիկորեն։ Սկսեցի զարգացնել։ Բայց ինձ թվում է օրինակ ծրագրավորող լինելը քեզ օգնել է։ Նպաստել է, հա, մտածելակերպի հետ, հա։ Ոչ միայն մտածելակերպի, այլ նաև այն ինչ որ դու ստեղծում ես, թեկուզ երաժշտություն գրելը իր մեջ ամբողջությամբ կարելի ասել մաթեմատիկա է պարունակում ու դա օգնել է քեզ այդ հաշվարկները կամ չգիտեմ, սխեման ոնց է զգրում երաժշտական, որովհետև ինքը բնականաբար բարդ է, բացի այն որ պետք է դու ստեղծագործ լինես, այլ նաև դու պետք է մտածես ու իրան այնպիսի ձևով կառուցես, որ ինքը բովանդակային առումով ճիշտ լինի։ Ճիշտ է, բայց ծրագրավորման մեջ էմոցիա չկա։ Դե հա, չկա, քառակուսի այն դեռ։ Ինքը նույն մարդու կառուցվածքն է, օրինակի համար ունի, ասենք, մարդ գլուխ, մարմին, ոտ, վերջույթներ, նույնը երաժշտության մեջ է, պրոստը երաժշտությունը նրանով է տարբերվում, որ դու եթե չունենաս էմոցիա ու ինչ որ մի բանի մասին չլինի, դա կլինի անհոգի ու չի կարա լինի աշխարհում նես մի գործ, նես մի երաժշտություն, որ լինի ոչ մի էմոցիա, դա պրոստը չի կարա լինի, ամեն ինչ որ ձայն է բերում, դրա մեջ էմոցիա կա, տարբեր հաճախականությունների ու տարբեր ձայնի դեցիբելի մեջ Իսկ դու գիտես, որ ասենք հիմա ամեն տարիքում մարդը վաղշե լսում է 20-ից 20,000 հաճախականություն ու տարբեր կենթանիներ ամեն մեկը տարբեր են լսում
Այստեղ մի հատ հարց կա, որ ամեն տարի ու մի քանի տարին մեկ դե օրինակ հիմա լյան 440-441 հաճախականություն է։ Երբ որ ձայնը սենց շատ է լինում երկիր մոլորակի վրա, այդտեղ հաճախականությունը բարձրանում է։ Հա, որ լսելի լինի։ Հիմա երբ որ մենք լսում ենք 20-ական, 50-ական այդ հին թվեր 100 տարի առաջվա երաժշտությունները ուրիշ լարվածքով է։ Որովհետև այն ժամանակ այդքան շատ ձայն չի եղել երկիր մոլորակի վրա։ Իսկ հիմա մեքենաներն են շատ, մարդիկ են շատ, ամենտեղ բարձր երաժշտություն, արագություն, այս սա նպաստում է մեր վրա ու դա էլ իր համ լավ ու վատ կողմերը ունի։ Այսինքն երաժշտությունը, որ ստեղծվում է, ձայնային առումով պետք է այնպեսին լինի, որ ավելի բարձր լինի ձայնը, ոչ թե այնպես որ հանգիստ, եթե ճիշտ հասկացա։ Գիտես, հիմա աշխարհն է գնացել դրան, որ ավելի բարձրացել է ամեն ինչ։ Բոլոր հաճախականությունների մեջ է դա բարձրացել, դեցիբելների մեջ է բարձրացել ու դրանով հասկանում եմ, որ հիմա մարդիկ ավելի սկսել են շուտ իրանց լսողականությունը ավելի շուտ նստում։ Ես էլ ասում եմ, ինչի լավ չեմ լսում։ Դե որովհետև մենք միշտ ինչ որ մի բանի թերթում ենք երաժշտություն ենք ինչ որ այդ ինֆորմացիան էլ ու այդ ամեն ինչը դա մեզ ամեն ինչի վրա նպաստում է։ Դե մենք բացի դրանից, եթե դու ինչ որ մի բան լսում ես, զգում ես ու մենակ ականջներով էլ չես լսում, էլի, ես մաշկիտ ծակոտիներով ամբողջ այդ վիբրացիան մարմինդ վերցնում է։ Ու ամեն ինչ ունի պատկեր, ամեն նոտա, ամեն հաճախականություն դա ապացուցվել է, որ ամեն մի նոտայի ու ամեն մի կիսատոնի բոլորն ունեն պատկեր։ Օրինակ ես գույներով եմ տեսնում այդ նոտաները։ Դա ապացուցված է ու կա դրա հստակ նկարահանում կա, որտեղ որ նվագում են վիբրացիայից, օրինակ լյան ունի իր պատկերը հստակ 3 անգամից ավել, երբ որ սեղմում ես, ամեն սեղմելուց հետո, ասենք փոշի են լցնում վրան, ու ինքը իր պատկերը հստակ սահմանում է։ Սա բնություն է, որ Աստված մեզ տվել է, բայց մենք շատ բառեր չենք հասկանում դրա ներքին իմաստը ու չենք էլ լիքը բառեր խորանում, որ այդ հասկանանք։ Բայց երբ որ դու սկսում ես խորանալ ու հասկանալ դրա տակը ինչ կա ու ոնց է, պրոստը ցենց ես շատ բառեր հասկանում եմ, ասում շատ եմ խորանում ու ինձ թվում է, որ մի պահի պետքա ստոպ տամ, որովհետև երբ որ շատ ես խորանում գնում է մտքերդ, էլի։ Իսկ կարող է դա նաև նպաստում է, որ դու սկսում ես ստեղծել հենց այն երաժշտությունը, որը որ օրինակ ստեղծել ես կամ ստեղծելու ես։ Երբ որ գիտես ոնց, ես ինչ որ ստեղծում եմ, փորձում եմ իմ կյանքի վերաբերյալ այսինքն երբ որ ես դա ապրել եմ։ Իսկ երբ որ ես չեմ ապրել, կոմերցիոն եմ դիտարկում մնացածի ապրածը կամ իմ ապրածը ու պետքա ոչ միայն քո ապրած, այլ կողքի մարդկանց ապրածը տեսնել, որ այնպես բան գրես, հա ու բնական ստացվի, թե բառերը, թե մեղեդին, հա, որ ամեն մեկը իր մեջ այդ էմոցիան ապրած լինի կամ իր կյանքում ապրած լինի, այդ շատ կարևոր բան է։ Այսինքն, երբ որ քեզ դիմում են երաժշտություն ստեղծելու համար, դու ուսումնասիրում ես պարտադիր երգիչին, երգչուն ու նաև երգերի հեղինակին, այդ ամբողջը, հետո թե ինչի մասին է։ Դե կան, ասենք, շատ օրինակներ, որ ասում են, էս սրա նման ինչ որ մի բան եմ ուզում, բայց ոնց էլ ուզում անի չեմ կարող նմանը կարամ անեմ, բայց չեմ ուզում, որ ես նման անեմ, որտեվ ուզում եմ, որ դա լինի իմ ձեռագրով, եթե ինձ են դիմել։ Ու դա շատ կարևոր է, ինչի համար անեմ նմանը, եթե կա։ Ինչն է իմ իմաստը այդ դեպքում, էլի։ Ու ասեմ քեզ, այն ինչ որ դու ստեղծել ես, անձամբ ես շատ եմ լսում, կարելի ասել, հա ամեն օր լսում եմ։ Հիմա արդեն կներկայացնենք, թե որ երգերի երաժշտության հեղինակն ես, ու բոլորը կասեն, հա, վայ, որովհետև իսկապես շատ ուրիշ է ստեղծել այդ երաժշտությունը։ Շատ մանավանդ իմ տարիքայիններն, ինձանից փոքր տարիքի մարդիկ, աղջիկները շատ են լսում։ Ու երևի սկսենք հենց առաջինից, հա։ Բայց չեմ լսում այդ երգերը։ Դու ինչի, բայց չգիտեմ, չեմ կարողանում։ Դե շատ աղջիկական է, ինձ թվում է, չէ, բազի դա։ էմոցիոնալ։ Կապ չունի։
Ես իմ գրածները աշխատում եմ շատ չեմ կարող որ լսեմ, որտեվ լսում եմ ու շատ կոպիտ անջում, բայց ներվայնանում եմ, որովհետեվ ասում եմ, բայց կարա սենց անի, ինչ եմ սենց արել։ Հա, բայց դա ամեն դեպքում ինչ որ ստեղծել ես, ինքը շատ հաճելի է ու լսելի է։ Հա, բայց իմ համար ինձ թվում է, որ ես միշտ այս բան կա, որ չեմ սիրում այդ կիսատ պռատը, էլի։ Ինչ որ մի ամիս հետո, 6 ամիս հետո կան տենց երգեր, որ ասենք օֆիցիալ ռիլիզ եմ անում ու հետո լսում եմ ուզում եմ ջնջեմ բոլոր հարթակներից։ Իսկ օրինակ ո՞րն է հենց այդպեսին։ Որ ուզում եմ ջնջեմ, հիմնականում բոլորը։ Որովհետև ինչ որ մի ժամանակ անցնում քո մոտ փոխվում է մտածելակերպը դե փոխվում, աշխարհայացքը դե փոխվում։ Նույնն օրինակ իմ գործի մեջ, որ մի բան գրում եմ, վերլուծություն տալիս եմ, հաջորդ օրը եթե գամ այդ կարդամ ինչ եմ գրել, փոխում եմ լրիվ, մյուս օրը գամ էլի կարդամ ինչ եմ գրել, փոխացել եմ փոխում, դրա համար ես ասել եմ 3 անգամից հետո ես ոնց որ էլ չեմ կարդալու, որովհետև ինչքան կարդաս դու այդքան փոխելու ես ու երևի հենց այդ մարդու ուղեղն է, որ ինքը ամեն օր կարող է զարգանա։ Իհարկե։ Այդ կարևոր բան է, եթե չլինի դա, դու կմնաս մի կետում ու կդեգրադանաս։ Իսկ ո՞րն է եղել այն առաջին ստեղծագործությունը, որը դու ստեղծել ես ու ինչ էմոցիաների տակ ես ստեղծել։ Էմոցիաների կարող ասեմ, որ շատ ցենց վաու ա եղել, բայց չեմ հիշի որն է եղել։ Դու չես պատկերացնի իմ մոտ արդեն 5 տերաբայթ անցնում եմ ինչքան գործ ունեմ գրած։ Ու իմ մոտ ցենց history-ով որ բացում եմ, հիշում եմ, ասում եմ, ես sense բան եմ գրած, հա։ Օրինակ ես իմ առաջին գործը հիշում եմ, ամուսնալուծություն էր։ Այդ իմ առաջին գործն է, ես տենց հիշում եմ։ Հետաքրքիր է որ ես հիշում եմ այն ժամանակ որ մենք իրար հետ ենք աշխատում, հակոստի, հա, հակոստի հետ էր։ Ու դրա հետ մեկտեղ ես դրա տակ ինչ որ մի երաժշտություն էի գրել դրանից sense Այդ չեմ հիշում որ երաժշտություն ես գրել, էլի չեմ։ Ես այդ ընդմիջումներին ունեի, ես այդ ժամանակը չէի թողնում, էլի։ Չես կամ էլ չես գիծվել իմ հետ, հա։ Հա, որտեղ միշտ ինչ որ մի բանով պետք է զբաղված լինեի, երբ որ ձեզ զայնագրում էի, սկսում էի մաքրել, աշխատել, հետո այդ ընթացքում այդ տարբեր էմոցիաները մարդկանց որ արագ գալիս էին զայնագրվելու, ես դրանից ես քաղում էի ու ինչ որ տենց փորձում էի մտնել ինձ դնել այդ սիտուացիայի մեջ ու գրել։ Ու սկսում եմ գրել, հա։ Այսինքն դու երաժշտությունը, ցենց երգերը վերցնում ես, կպցնում ես իրար, ո՞նց ես այդ ամեն ինչը ստանում։ Չէ, օրինակ կարող է ես այստեղից հետո գնամ, էներգիան շատ դրական ինձ վրա անդառնա, ու ես այդ նույն խոսակցությունը երաժշտության ձևով, լեզվով մատուցեմ։ Իսկն գրեմ, դրանից բխվում։ Բայց հիմա սկսել եմ այս վերջի տարիներին, սկսել եմ համբար, համ մեղեդի էլ արդեն գրել, որը որ էլ ավելի տենց նոր աշխարհը ու նոր զարգացումներ են ինձ տվել, տենց փուլերը, որ անցնում եմ, էլի։ Հենց ինձ գիտես որն է հետաքրքիր, օրինակ նկարիչը վերցնում է վրձինը եւ ներկը ու սկսում է նկարել։ Քո դեպքում դու ո՞նց ես անում, չգիտեմ, գործիքն է լինում, սկսում ես այդ կոճակներով, ո՞նց է այդ ամեն ինչը լինում, երաժշտությունը ասենց սկսում ես, գալիս է քո ուղեղում, ուղեղից է գալիս, չգիտեմ, հոգով է գալիս ու դու իրան այդ գործիքի վրա սկսում ես, հա, կոճակները ասենց բերև բարձրաձայնելով։ Այնց է հետաքրքիր։ Չէ, մեղեդի է գալի մտքիս։ Կարա շատ ջղայնացած լինեմ, ահա որ հանգիստ բան գրեմ, կարա շատ ուրախ լինեմ, ահա որ ծանր բան գրեմ, կարա նույնը հակառակը լինի, այսինքն շատ ջղայն լինեմ, ջղային տես շատ տես մինոր բան գրեմ, ուրախ լինեմ, մաժոր գրեմ, բայց կա որ վերջի տարիներին շատ եմ աշխատում հենց կոմերցիոն գործերի վրա, որովհետև դա շատ կարևոր ու շատ բարդ է, Դա շատ են պահանջները, չէ՞։ Գիտես, պահանջը դեռ մի կողմ, այստեղ ավելի շատ գործ անել, որը որ կկրակի ու ճիշտ հաշվարկել։ Ու մեր գործի մեջ խաբկանքը շատ է։ Մենք կանանք մարդկանց էմոցիաների հետ խաղանք։ Ու խաղում եք նենց։ Հա։ Որտեվ եթե ես գնում եմ նվագի, այդ երեկո ես աշխատանքի եմ ինչ-որ մի տեղ նվագում եմ կամ ինչ-որ մի ոչ մեկ չգիտեն, չէ՞, ես ինչ է պատահել դրանից առաջ։ Ես պիտի խաբեմ բեմի վրա։ Որտեվ ոչ մեկի խնդրեմը չի դա, որ ես կորուստ եմ ունեցել, լավ տրամադրություն եմ ունեցել, թե ես իմ գործն եմ անում։
Ինձ թվում է այդ բոլոր մասնագիտությունների դեպքում Բեմի ոչ միայն բեմի, օրինակ, չգիտեմ, բժիշկի իրավաբանի դեպքում էլ ես իմ գործի մեջ էլ կարող եմ ասել, որ եթե գնում եմ օրինակ նիստի, ոչ մեկին հետաքրքիր չի, ես տխուր եմ, էմոցիոնալ վիճակում եմ, ստրեսի մեջ եմ եւ այլն, բայց բեմինը մի քիչ ուրիշ է այնքանով, որ բեմի դեպքում շատ մարդիկ են տեսնում այդ մարդուն, իսկ օրինակ իրավաբանի դեպքում միայն մի քանի հոգի կարող է տեսնել։ Դե բայց բացի այդ դու երբ որ տխուր ես անում բարձրանում, սենց պետքա բարձրանաս, դու արդեն խափում ես։ Ես չեմ կարող այդպես լինել։ Դե չես կարող չանես։ Ու հետո բեմը շատ կարևոր ու տենց իրանից ինքը իմ համար սրբության նման բան է, երբ որ ես երբ որ ես բարձրանում եմ բեմ, այն երաժիշտին, որը որ չեմ սիրում, օրինակի համար շատ քիչ դեպք կա տենց, բայց եթե ես բարձրանում եմ բեմ, այդ երաժիշտը իմ հետ է լինում, ապա ինքը իմ ամենամոտ ընկերն է լինում, բան, որտեվ եթե իր հետ մի բան լինի, ես պատասխանատու եմ իր համար։ Կապ չունի ես ղեկավարն եմ, թե զուտ հրավիրված երաժիշտ։ Դա շատ կարևոր բան է, կուլտուրա է կոպիտ ասած, որը որ պետքա պահել ու դա էլ ավելի այդ պատասխանատվությունը կրել մեկը մյուսի հանդեպ։ Այնպես է որ հա դրանով է զարգանում ու դրանով է գործը հաջողում ունենում։ Հա, համաձայն եմ, իրականում համաձայն եմ։ Արի սկսենք հիթերից խոսել, հա։ Առաջին հիթը որն է եղել, որ դու գրել ես։ Բրունետիս բանը այս գիշերը։ Հետո Smoke Break-ը։ Այս չէ, գիշերը, հա, գիշերը։ Գիշերն է եղել առաջինը։ Դա տենց ինքը սիրուն երաժշտություն է։ Շատ սիրուն է, շատ սիրուն է։ Անընդհատ ուզում ես լսել։ Ընդհանրապես Բրունետի երաժշտությունը շատ հաճելի է, ես սիրում եմ իրան ու իր երգերը։ Ամեն արտիստ շատ տարբեր է, ամենակարևոր բանը այս գործում պետքա լինել անկեղծ։ Ու գիտես նաև ինչ եմ ես հասկացել, օրինակ, երբ որ ես չգիտեի, որ դու այդ հիթերի հեղինակն ես, ես մտածում էի, բայց ինչ որ նմանություն կա։ Ոճը նման է, չես կարող դու տարբեր բաներ ստեղծես, կամ եթե ստեղծում ես միևնույն է։ Ձեռագիրը, հա, ինքը նույնն է, ու երբ որ լսում էի Բրունետի այդ երաժշտությունը, հետո որ նաև Լիլիթինը, այսպես անունով ասեմ, հասկանում եմ, որ ծանոթ է, նույնն է ինքը, ձեռագիրը նույնն է։ Դե դա շատ կարևոր է, որովհետև ես իրականում շատ տարբեր ժանրերի գործեր եմ անում, այն ամենակոմերցիոն 6-8-ից ու ամենա ջազ գործից, կլասիկ, սիմֆոնիկ ու պրոստը պետքա զուտ սիրելով անես այդ ամեն ինչը, որովհետև եթե դու չանես նախ քո ձեռագիրը կլինի անճանաչելի ու պրոստը sense կմաշվես ասֆալտի հետ կգնաս։ Հա, ճիշտ է։ Իմ համար ամենակարևոր բանը այն է, որ եթե մի բան անում ես, կարա մնա դա, թե պրոստը էլի կոմերցիոնը թող լինի իր տեղում, դա շատ կարևոր է ու առանց կոմերցիայի մենք չենք կարողանա, որտեվ երբ որ դու չես ունենա կոմերցիոն գործ, դու չես կարող ապահովես քեզ նոր տեխնիկաներով, քո հագուստի ու ամեն ինչիդ վրա ու քո կոմֆորտով, որը որ շատ կարևոր է էլի արտիստի համար, որտեվ մենք ընտրել ենք ամենաբարդ հողիներից մեկն է, որտեվ մեր կյանքը այ սենց է, մենք կարող է շատ լավ գործ ունենանք, մեկ էլ մի քանի տարի ուղղակի գործ չունենաս։ Հա, բայց երբ որ դու մի բան անում ես շատ լավ ու լիքը մարդ լսում է ու ոչ թե լսում է մի անգամ, այլ մի քանի անգամ, հետո նորից են դիմում, ընդհանրապես միշտ դա կա, բայց գիտես, այստեղ խնդիրն ուրիշ բանի մեջ է։ Ճաշակի հարցն է։ Հա, որտեվ ես չեմ կարող միշտ այդ տեղում մնամ։ Ինձ դա ավելի շատ ցավացնում է, երբ որ ես լսեմ 6 տարի առաջ ինչ գործ եմ արել ու նույնը լինի, դա պրոստես էլ չեմ զբաղվի։ Բայց օրինակ կարծեմ Ներսես Ավետիսյանի Սերը կգան, էլի դու ես ու ամբողջ ալբոմ մի հատ ունենք հայկական։
հին հայկական գործերը ժամանակ ստուդիաս ես մետս փոքր պատմություն է էլի ժամանակ ստուդիաս երբ որ տեղափոխվում չէի կարողանում ժամանակ հատկացնել Արմենիայում էինք TV-ում էինք ամբողջ գիշեր միայն եղել է նոթբուք ու նաուշնիկներ չեն ականջականները ու չեն եղել դա ոչ մի keyboard ոչ մի բան չեմ տարել զուտ նոթբուքի keyboard-ը էին նվագում ու ես շատ կարևոր է որ դու այտենց է սկսել եմ ես իրականում այս գործը որտեղ ոչ մի բան չունեի ու ոչ մեկից չէի ակնկալում ոչ ծնողներիցս ոչ մեկից չէի ակնկալում ինչ որ գործիկ իմ համար գնեին ասենք այդ կարևոր է էլի որ դու այդ փորձությունների միջով անցնես ու սերը կգանեմ ներսեսի գործիքավորումն եմ արել հենց ուզում եի ասել որ սերը կգան դա նոր երգ չի չէ մի քանի տարվա երաժշտություն է Հայկոյի տնակի գործն էր այդ 3 նոտան որ կա դա ես Վերաչի Քեշյան իմ ավակ ընկերներից ներսեսը տենց մի օր հրաչես կարող է այս գործը անենք ասի հա խի չէ ու միտք եկավ ասենք սա տենց ռեչետատիվ շատ սիրուն կդառնա էլի սկզբից արել էի ակտիվ տեմպով հետո տենց դա քննարկումներից հետո հասկացանք որ ավելի սիրուն կլինի երբ որ դա դանդաղ լինի ու տենց շատ հոգում կկպնի էլի բառերն է գրեց ավետը ու միջև հիմա եւ ամեն անգամ երբ որ ես բեմում ասես այդ նվագում ենք այդ գործը այդ գործեր կան որ դու չես կարող չվերապրես դա հենց այդ եմ էլի ասում որ ինքը շուտվա երգ է նոր չի ու դու լսում ես իրեն օրինակ մենք որ ընկերուներով հավաքվում ենք իմ մոտիկ ընկերուն շատ է սիրում ամեն անգամ որ հավաքվում ենք ինքը այդ երաժշտությունը պետք է դնի նախ Հայկո ենք լսում Հայկոից հետո միացնում ենք Ներսես Ավետիսյանի սերը կգան դե Լիլիթին էլ ենք լսում Բրունետին էլ բայց Ներսես Ավետիսյանի հենց այդ երգը իր առաջարկով լսում ենք պարտադիր ու հա ինքը շատ սիրուն է ու դու իրան կարաս անընդհատ լսես հա ու այդպես մի հատ գործ դա Հայկոյի խոստովանությունը որ կա ու Ներսեսը երգել է բենդի ղեկավարն եմ ես ու եղել է 2 անգամ որ պրոստը ձեռն ես թողել եմ նվագելու ընթացքում ու ասես ֆրում նայում էի կողքերս երաժիշտներին ու նայում էի Ներսեսին ոնց էր երգում ու այդ բառերը ու այդ վերապրումը ոնց որ ես տենում եմ մարդիկ ոնց ինչ գրելուց ինչ են ապրել հուզվել են գրելուց թե չէ այդ սաղ պատկերները ես տենում եմ գրել եմ պրոստը կոմերցիոն ունեցել են պատվեր թե պրոստը իրան սրտից է եղել այդ սա ես զգում եմ այդ կարևոր բան է որովհետև եթե դու դա չզգաս չհասկանաս ու չվերապրես հենց սեփականատիրոջը երգի դու չես կարող բացահայտես լիքը գաղտնիքներ ճիշտ է ու այն ինչը որ սրտից է գալիս այդ մնայուն է իհարկե կան լիքը երգեր որ ուղղակի կոմերցիոն է սրտից չի գալիս զուտ ինչ որ անկապ բառեր է դրա համար է չես կարողանում դու այդ երգերը լսես առհասարակ էլ չեմ ասի որ անընդհատ դա լսես հա իրականում հիմա այս վերջի տարիներին ես ժամանակին շատ էի ասում ընկերներս ասում էի ասես թող չլինի տենց կարող է տարաձայնություն լինի բայց պետք է ասեմ էլի մարդիկ կան ռուսական շուկայի մեջ շատ բարձ շուկա է այնտեղ այն 10 դրամանոց պլաստմասի բաժակի նման գալիս են մի անգամից կրակում են մի ամիս հետո 2 ամիս հետո չկան ու կորում են ու հիմա դա գիտես արտիստի համար ինչ բարդ է շատ բարդ է որտեղ երբ որ դու մի պահ վերելք ես ապրում ու ցենց արագ ես թռնում ու հետո տենց ոչ մի բան չես ունենում դա չգիտեմ ուրեմն իմ հոգեկանը կխանգարվի դե ավելի լավ փոքր քայլերով գնաս բայց հստակ լինեի ու մնայուն լինես քան մի անգամից գաս ու էլ կորես ու էլ ընդհանրապես չկանաս անես որտեղ մեր երաժիշտների ու երաժշտական ու արվեստի մեջ կա կրիզիս հասկացողություն պահ է եղել որ 8 ամիս չեմ կարողացել գործ անեմ ինչ գրել եմ ջնջել եմ ուղղակի ու դա շատ ցավոտ է բայց հետո ընկերներից մեկը ասեց մեկը բանը Էյչիլան ասեց իմ ընկերներից մեկը ու Էյչիլան ասեց մի արա
ասում եմ ոնց կնի, ես կմոռանամ, ասում եմ մի զբաղվի, մի մոտիկացի, հա։ Հետո գնացի սկսում էի շփվել այնց մարդկանց հետ, որ ընդհանրապես չէի ուզում իրանց հետ շփվել։ Ու այդ ամեն ինչը ինձ ոնց որ էմոցիաներ ա տալիս, որ ես պետք է դադար թողեմ, հավաքեմ, հասկանամ ես ով եմ ու ինչով եմ զբաղվում, ու դա ավելի ինձ արագացնում է, որ ես հետ գնամ նորից գործի։ Հենց այդ այնա, որ դու սկսում ես ճնշել մի բանը, որ ինքը չի ուզում աճել, երբ որ դու սկսում ես չճնշել առհասարակ, իրան ուշադրություն չես դարձնում, անտարբերություն ես ցուցաբերում, այն սկսում է, այսինքն է մեկնաբանում, սկսում է բանը խանդել, թե մի րոպե, սուրա գնում, ու ինքը սկսում է արդեն իր մեջ ինքնուրույն բնական ձևով աճել, ու հա, այդպես է։ Դրա Շատ կարևոր է դա, որովհետև պրոստը կարող է զորես քեզ ինքը տենց ու պրոստը չկանաս ոչ մի անես։ Պետք չի ճնշել։ Շատ բարդ բան է, որովհետև պետք է հանգիստ թողնես։ Խոսենք նաև Լիլիթի երգերից, դու թթվածին երաժշտության երգերի հեղինակն ես, երաժշտության։ Այս ձմեռը։ Հա, այս ձմեռը։ Նաև պրոյեկտ, որտեղ տարուկեսի այդ պրոյեկտ են կարել, աղջիկ չղջիկի հետ կապված էլ երբ որ Միշոյի հետ էինք անում այդ գործը դե կոնկրետ ինքը պատմությունը շատ համել ինքը բարդ պատմություն ունի իրականում այդ գործը էլի իմ համար որովհետև դժվար էր գնում առաջ Բայց հենց որ ես մի պահ եկա, որ հասկացա, որ Միշոն ուղարկեց իր ձայնը, ձայնագրությունը։ Այսինքն միայն բառերը, հա։ Դե հա, իր ձայնագրված վերսիան արդեն իմ մոտ ամեն ինչ փոխվեց։ Ինչ որ իրականում կան այնց գործեր, որ անում ես ու պրոստը չես հասկանում ինչ արդյունք կարելի է սպասել դրանից։ Ու մի հատ բան այնց ավելացնում ես կամ մի մարդ ավելանում լրիվ փոխվում է գործը ու դու լրիվ ուրիշ ձև ես նայում այդ գործին Իսկ ո՞նց է լինում երաժշտություն ստեղծվում է երգերի հիման վրա թե երաժշտություն է լինում նոր գրվում է երգերը տարբեր է իմ մոտ կարա համնա լինի համնա Իսկ ո՞րն է քո համար ավելի արդյունավետ դա իմ համար դա շատ կարևոր է ինչ էներգետիկայի վրա Կա տարբերակ, որ ես մի անգամից գրում ուղարկում եմ թե բառերով երգում եմ մելոդիով, տենց եմ ուղարկում, կա տարբերակ, որ իրանք են ասում, որ այս տարբերակը կա, ես այստեղ սենց եմ մտածում, բան, այստեղ դու երաժշտությունը գործիքավորում, սենց եմ ուզում լինի։ Բայց այդ ընթացքից շատ փոփոխություններ են լինում։ Այսինքն դու ոչ միայն երաժշտությունն ես ստեղծում, այլ նաև բառերն ես գրում։ Հիմա բառերն եմ գրել, բայց ոչ մի գործի բառ չեմ գրել դեռ։ Իմ եւ մնացած ուրիշ գործեր կան, որ պատվերներ, որոնք որ այդ դրանք եմ գրել, էլի։ Լիլիթը հիմնականում Լիլիթն է գրում, հա։ Դե հա Լիլիթը լեզվաբան է ու իր բառապաշարը, այդ հանգավորումը շատ ցենց դիպուկ է։ Դե կարևոր է նենց բաներ գրես, որ մարդը նորից եմ ասում վերապրի ու հասկանա որ դա ինքը ապրել է այդ կամ բուժում է կամ ավելի վատ ցավացնում է դե ցավացնելով էլ ես դու բուժվում պետք է զգաս այդ ցավը որ հետո բուժվես բայց ես համել չեմ սիրում երբ որ դու քեզ դες կաղապրում ես հա շատ վատ բան է ու համել չպետք է դու այնպես բան գրես որ մարդուն տանես միշտ ցավացնես այդ էլ կա ախր շատ մեր ամեն ինչ էս գործը գայանների ու այդ շատ վտանգավոր է Հա, բայց միշտ մի հատ բան է, հումոր եմ անում, ինձ թվում է բոլորն են հիմա այդ հումորն անում, որ ասում է, երբ որ դու դեպրեսիայի մեջ ես, մի ասում ես այդ YouTube-ի այդ վատ երաժշտությունը, որ դու sense լաց, մեկը YouTube-ի գովազդը միանում ու դու քո ստրեսն ու դեպրեսիան որ կիսատ է մնում։ Իմ մոտ ավելի ավելանում։ Ավելի ներվայնանում ես։ Իսկ ինչ նոր գործեր են սպասվում, որոնք որ գրվելու են կամ արդեն գրված են, բայց այսպես ասած դեռ չի նկարահանվել ու չգիտենք դրա մասին։ Դե հիմա իմ արտիստի հետ կապված Վահեն Միքայելյան, որ նույնպես իմ բենդում է երգում, իր հետ առանձին գործեր ենք անում,
զբաղվում եմ իր առանձին երաժշտական պրոդյուսինգով, նոր դուետ ունենք, երգի հեղինակը ամբողջությամբ ես եմ, Յանայի հետ Հովանեսյան, ու նոր դուետ է սպասվում, որը որ մտածում եմ ու ավելի շատ զգում եմ, որ լինելու է ամառվա հիթը։ Բայց ուզում եմ, որ այս քաղաքական թոհու բոհը անցնի նոր, որ մարդիկ էլ ավելի այս ինֆորմացիայից գնան ու հասկանան, որ կյանքը մի անգամ է ու շատ ավելի կարևոր պետք է ճիշտ մարդ ընտրես։ Անգամ պետք է ճիշտ մարդ ընտրես։ Ես չեմ ուզում ընդհանրապես այդ թեմաներից խոսել, որտեղ իրականում դա ես շատ եմ սիրում իմ պետությունը, իմ հայրենիքը, բայց առհասարակ իմ մտածմունքը երկը ես չգիտեմ համ կապում այս երկիրը մեզ ու պետքա շատ կապված միշտ մնալ ու ամենտեղ բարձր պահել, համ էլ պետքա շատ զգույշ լինել, որ միամիտ երկրի պրոբլեմների մեջ չմաշվես ու գնաս։ Պետքա լուծել, պետքա շատ աշխատել, ու շատ կարևոր բան է։ Ունեմ գործեր գրած, որոնք որ տեսել եմ պատերազմից առաջ, ալբոմներ, երևի մի 15 ալբոմ արդեն ունեմ, որոնք որ դրանցից 2-3 հատն են թողարկվել ընդհանուր մնացածը չեմ էլ հասցրել դրանց թողարկումը։ Որոնք են դրանք։ Մեկը մի գործի հենց History of Armenia պատերազմից առաջ եմ տեսել մի երազ, որը որ միջև մա շարունակվում է այդ գործը, որ լսենք, հետո լսենք, հասկանանք։ Ուրեմն սեպտեմբերից առաջ, հունիսին, երբ որ եղավ գիշես, բանը, մի 4 օրով պատերազմ էր Տավուշի մարզում։ Ես զգում էի մի բան, որ տենում էի մի բան լինելու է, ու քաղաքական դաշտին շատ եմ հետևում ես առհասարակ, քաղաքականությունն էլ լավ հետևում եմ, էլի, որտեղ դա շատ կարևոր է ու մեր գործի մեջ նպաստում է։ Այսպես ոնց որ չի կարող քնեի 3 ամիս ու երազ էի տենում այնց այդ պատերազմի այնց ահավոր խառը երազներ էի տենում ու միշտ հենց ուզում էի sense քնեի այդ նոտաներն ու այդ թեման իմ գլխի մեջ էր վառում ու երկու ունի պատմություն հենց հստակ պատմություն է երաժշտությունը որտեղ որ գալիս է սկիզբը ինչ որ անհասկանալի շրջան է հետո գալիս է ակտիվ մաս, որ վտանգը զգում եմ, հետո գալիս է կոնկրետ հարվածներ, դանդաղեցում ու դանդաղեցումից հետո արագացում։ Հիմա մենք իմ հասկանալով ու իմ տեսածով ու իմ զգացածով մենք հիմա այդ վերելքի փուլում ենք, որը որ ես հավատում եմ, որ լավ է լինելու, բայց մենք պետք է շատ աշխատենք։ Ամեն ինչի մեջ ու ամեն ինչի լուծումը դա աշխատանքն է։ Ու ամենակարևոր բանն է, որ մենք մեր DNT կոդի մեջ լիքը բան ունենք փոխելու, որ մեր այդ առաջինը մենք մեր հետ ճիշտ վարվենք, մենք իրար հետ ճիշտ վարվենք, ու դա էլ շատ կարևոր բան է, որովհետև երբ որ նայում ես մեր մտավորականությունը ժամանակին ինչի մասին է խոսացել, հասկանում ես պատմությունը նույն ձև կրկնվում է։ Լրիվ ամեն ինչ է նույն ձև կրկնվում։ Ու այդ կարևորը քո արմատներն են իմանաս թե դու որտեղից ես եկել ու ուր ես գնում։ Պետք է մնալ այն ինչ որ բայց հետն է ոնց ասեմ, մենք ծայրահեղություն ենք։ Չլինել է այնպես, որ մնասեն հին տեղ էլի, այդ շատ կարևոր է, որ պետք է զարգանաս էլ, բայց չկորցնես քո ինքնությունը։ Իրականում այնպիսի մի թեմա է, որ շատ կարելի է խորանալ ու ամեն մարդ պետք է այդ ամեն ինչը հասկանա, գիտակցի, որովհետև ոնց որ տայից է գալիս, իսկ մեր հասարակության մեծամասնությունը ինչ-որ ոչ կարևոր բաների վրա է կենտրոնացել ու գնում է դեպի այդ ուղղությամբ։ Պետք է, ոնց ասում ես, պետք է մարդը շատ աշխատի ինքը իր վրա, որտեղ ամեն ինչ այստեղից է գալիս։ Իսկ դրա փոխարեն լիքը մարդիկ կենտրոնանում են այլ ոչ կարևոր բաների վրա։ Այսինքն, չգիտեմ,
Հա։ Ասա։ Այսինքն օրինակ, չգիտեմ, ինչ որ ուրիշ բաների մասին են մտածում, ինչ որ համեմատություններ են անում, ոչ կարևոր բաներ են քննարկում, երբ որ կա ավելի կարևոր բան, այդ դու քո աշխատանքն ես, որտեվ դից է ստեղծվում լավ հասարակություն, լավ պետություն ունենալը։ Իմ սիրած թեմաներից մեկն է, որը որ ես շատ եմ խորացել ու մեր խնդիրները ծնվում են փոքրուց։ Պետք է հետ գնաս, այնտեղ մացնես չտիկա։ Ինչ որ մի տեխնիկա անջատես ու գազ քո դերկա։ Այստեղ խնդիրը ավելի շատ նրանումն է ու դա արվեստի միջի մարդուն շատ է խանգարում, որտեվ քո մտքի մեջ տարբեր բաներ են ու դու քո շրջապատված մարդկանցով պետքա քո շրջակա միջավայրը ճիշտ լինի, որ դու կարողանաս ճիշտ բան անես։ Չէ՞ որ էլի եմ ասում, սա համել շատ վտանգավոր բան է։ Մեր արվեստի մեջ, մեր գործի մեջ լիքը մարդ կա, որ շատ արագակիթը բարձրացնում ու տանում են, իջնելը մի կողմ, տանում են իրանց լեսարանն է սխալ տեղ։ Մարդկանց քարոզ են անում ուրիշ բան, բայց իրանք լրիվ ուրիշ բանի մեջ են ապրում։ Չես հասկանում ինչի։ Էլի եմ ասում, եթե դու զբաղվում ես մշակույթով կամ խորացված արվեստով ու չես անում ոչ մի կոմերցիոն գործ, պրոստը դու պետք է անկեղծ լինես։ Ուրիշ տարբերակ չկա։ Այն ինչ որ կաս, այն ինչ որ քո ներսում է, դա պետք է դու ստեղծես ու տաս, ոչ թե ինչ որ կեղծ բաներ։ Մի հատ ուրիշ պահ կա, որ այս երբ որ մենք հետ եմ գնում ու հասկանում եմ ինչի է լիքը բան մեր հետ պատահել, չէ, ասենք կոմիտացնել խելագարվեց այս ամեն ինչը տեսնելուց հետո։ Ես ինչ-որ մի բան, ինչ-որ կյանքում որ չի ստացվում, հասկանում որ դրա մեղավորությունը միայն իմն է։ Չես կարող ասես միայն դու, որովհետև կան ուրիշ այլ հանգամանքներ, արտաքին հանգամանքներ, որոնք որ այդ պահին չեն նպաստել, որ լավ լինի։ Կարող է որոշ ժամանակ հետո դու փորձես ու արդեն լինի։ Դե դա շատ հազվադեպ է լինում։ Ես ուրեմն ինչ-որ մի բան սխալ եմ արել։ Դե հա, 60-70%-ը քեզանից է գալիս մեղավորությունը, բայց մնացածը կարող է լինել հենց արտաքին հանգամանքները ու անկախ քո կամքից է այդ ամեն ինչը լինում։ Կան լինում է տենց դեպքեր, բայց ոչ միշտ։ Հիմա մեր մոտ խնդիրների ամենակարևոր կետը նրանումն է գալի, որ ես ինչպես որ ես եմ հասկացել, որ մենք չենք սիրում իրար լսել ու մենք իրար վրա ենք խոսում։ Այսինքն մեկը դեռ միտքը չավարտած, մյուսը սկսում է խոսալ։ Հա։ Դա էլ մի քիչ ուրիշ խնդրեմ է, որ յուրաքանչյուր ուզում է իր ասածը, իր մտածածը անպայման արտահայտի ու ինքը լինի խոսակցության մեջ ավելի բարձր, ինքնահաստատվելու այդ խնդիրն է լինում ու տենց հա մեր կարելի ասել հասարակության խնդիրն է, բայց այս մասով ինձ թվում է մենք շատ երկար կարող ենք զրուցել, այսպես ասած մենք հավաքվել ենք քո մասին, քո ստեղծագործությունների մասին զրուցելու համար, ասում ես որ նոր գործեր, հա, մի գործ է գալու, ուրիշ այլ գործեր էլի լինելու են, թե հիմա ուղղակի կենտրոնացած դրա վրա։ Այո, համ ունենալու եմ դրան, այս նոր դուետի, հետո նոր Վահեին նոր գործ ունենք էլի, որ ամբողջությամբ պատրաստ է, սպասում եմ տեսահոլովակը մի որոշ ժամանակ հետո նկարեմ, հա, դե բենդի գործողությամբ եմ զբաղվում, նոր համերգներ, այդպես նոր գործեր, 5 գործերը շատ համ հեղինակային գործեր ունենք, համ էլ 5 գործերը վերցնում եմ, նոր ձևով եմ մատուցում, դա կլինի էլեկտրոնային, դա կլինի էստրադային, տարբեր։ Հա, լրիվ նոր շնչով է լինելու։ Հա, դա կարևոր է, որ այս վերջերս տատիկս մի հատ գիրք հա նվեր տվե ինձ, որտեղ եթե չեմ սխալվում, դա պապիկին է սա եղել, երգերի գիրք հա, հին հայկական ու տենց վերցրել եմ, հեսա սկսելու եմ կարդալ ու նայել ամբողջությամբ կա
այդ գրադարանները մենք պետք է շատ լավ պահենք գրքերը, որովհետև դրանք պատմություն են ու դրանք մի մասնիկն են մեր եթե դա կորցնենք ապա ամբողջովին մեր ինքնությունն ենք կորի էլի շատ կարևոր է բայց ժամանակի հետ պետք է քայլենք հա ու ավելի նորովի այդ ամեն ինչը մատուցվի իհարկե որտեղ ամեն մեկը ունի իր տեսակը օրինակ Համասյանին գիտեմ որ շատ ես լսում դու ես իրականում ասեմ քեզանից առաջվա հաղորդման ժամանակ հյուրիս հետ հենց Տիգրան Համասյանի մասին էինք խոսում ու ասել էի որ առաջի անգամ ես 10 տարի առաջ երբ որ ես լսեցի իրեն առաջին երաժշտությունը որ լսեցի ինձ մոտ ես իրականում չեմ կարող ասել որովհետև ես չեմ լսել ամբողջ երաժշտությունը ուղղակի մեր Գյումրիում ինքը ելույթ ունեցավ Երբ որ սկսեց նվագել, դաշնամուրը սկսեց նվագել, ես շատ վատ զգացումներ ունեցա, սարսափելի վատ ինձ զգացի ու ես այդ պահին այդ տեղից դուրս եմ եկել գնացել եմ ու դրանից հետո ես երբեք չեմ լսել Տիգրան Համասյան, դա եղել է իմ առաջին եւ վերջինը, որ ես լսել եմ իրան։ Ինքը շատ տաղանդավոր մարդ, ինքը հանճար է, բայց ես չեմ կարող ասել թե իմ հետ ինչ կատարվեց, որ այդ պահին ուղղակի էմոցիոնալ առումով ոնց որ կտրտեր իմ էմոցիաները, այս sense ուղղակի ինքը սկսեց նվագել ու ես դա ապրեցի ու ասեցի չեմ կարող միգուցե հիմա լսեմ ու լրիվ ուրիշ բան զգամ բայց այդ տարիքում սարսափելի էր ինձ համար դե գիտես ոնց կարևորը հասկան ինձ թվում է դու տեսել ես հենց այն իրական պատկերը ինչ որ ինքը մտածում է միգուցե ու այն զգացողությունները որոնք կարող է ու քչերն են դենց հասկանում Կարող է ու ես դա որ լսեցի, ես որ ասում եմ նոտաները գույներով եմ տեսնում, ես լավ գույներ չտեսա ու այդ շատ վատ ազդեց ինձ վրա։ Իսկ կոմիտաս? Կոմիտաս սիրում եմ, լսում եմ։ Ու կանաչ եմ տեսնում, կոմիտասի բոլոր երաժշտություն, բոլորը ես կանաչ եմ տեսնում։ Ինձ թվում է կոմիտասի շարունակությունն է։ Քո ձեր ստեղծագործ։ Չէ, Տիգրան Համասյանն։ Հա Տիգրան Համասյանն։ Չգիտեմ, բայց ես Տիգրան Համասյանինը կանաչ չեմ տեսել։ Որովհետև գործեր ունի, այս մեկը շատ բարդ հաշիվ է ու աշխարհում բոլորը ասենց պրոստը զարմացած էին ու չկար աշխարհի պատմության մեջ նման բարդ հաշիվ ունեցող գործ ու ես մի անգամ երբ որ եկել էր դե շատ է եկել Հայաստան, բայց մի անգամ 16 թվականներ, եթե չեմ սխալվում 16-17 թվականներ եկել էր մաստեր կլասների դեղ նստած էի հարվածային գործիքների կողքը ու տենց ասեց sense վրաս ոչ ճանաչեց ոչ բան sense մի անգամից ասեց մատ նստի նվագելու չէր իմանում ես նվագում եմ թե չէ մաստեր կլաս էր անում sense վախից նստած սկսեցի հետ նվագել նենց էներգետիկա ուներ ու նենց աուրա ուներ որ ես չհասկացա ես ոնց էի նվագում ու ոնց ստացվեց այդ ամեն ինչը իմ համար նա գեր տաղանդավոր ու գեր հզոր մարդ է ես համաձայն եմ որը ինքը մնալու է պատմության մեջ ու շատ լուրջ անունած է թողելու էլի ու իր արածները չգիտեմ ահավոր է իմ համար տես լավ իմաստով էլի շատ սիրուն է ու շատ ճիշտ է կարող ներկայացնի ճիշտ ես ու երևի հենց այդ պահը որ ինքը սկսեց դաշնամուրը նվագել երևի իր այդ տաղանն էր թե իր այդ ամբողջ էներգիան էր որ սենց դաշտի մեջ էր էլի նվագում ինքը սենց ոնց որ վերև բարձրանա ու սենց շատ ուժեղ հարված էր ինձ այդ ամեն ինչն ինչ որ ես ներկայացնում եմ այդ ամբողջ ես զգացել եմ ու շատ էի վախեցել իսկ բան գիտեմ որ Միշա սիրում ես չէ հա իսկ դու լսել ես երբ որ սրանից որ 13 թվին էր եթե չեմ սխալվում մի հատ գործ ունեն իրար հետ Տիգրան Համասյանի հետ որն է Եվ այդ չեմ լսել միգուցե անունը մոռացել եմ շատ սիրուն գործ է ու այնքան բարի է որ երբ որ ես այդ բանակում էի որ ես այդ գործին սկսեցի ուշադիր լսելու հասկանալ ես կոնկրետ տեսա մի բան, որը որ հասկացա ինչ ձևանա ինքը մատուցե։ Եվ կան գործեր, որ տենց պրոստը տակ լսում ես, ասում ես հա լավն է, հետո պետքա լսես, մոռանում ես լսես ու տենց անցնում ես։ Հետո ինչ-որ մի ժամանակ հետո գալիս է, կարող 10 տարի հետո լսես ու հասկանաս,
որ այս մարդը շատ լուրջ բան արել, պրոստը դու այդ ժամանակ չես կարացել ունենալ ժամանակ գտնես, որ դրան հատկացնես ու հասկանաս իր արածը։ Չի ասենք հիմա օրինակի համար կա օրինակ Pink Floyd, ես աշխատում եմ ոչ մեկ էլ չլսեմ, որովհետև պետքա մենակ լսես։ Հա, համաձայն եմ, որովհետև Pink Floyd-ը հոգու երաժշտություն է ու ոնց որ քո հոգին կոպիտ ասած բոլորի առջև sense ցույց է տալիս։ Ես որ լսում եմ Pink Floyd, ասում եմ ոնց որ հոգից բարի ու ոնց որ ամաչում ես էլի որ մարդիկ տեսնեն ոնց է քո հոգին բարում։ Չէ, դա համել այնպես նեղ տարածք է, այն որ դու քո մտքերի հետ մենակ ես մնում ու դու սկսում ես պրոստը ապրել դե ու հասկանալ այս կյանքի տենց ինչ որ ստրուկտուրան իրանք որտեղ որ ես տեսել եմ օրինակ իրանց գործերից ամենաշատը Մարոնդն եմ սիրում խելագարվում եմ այդ ստեղծագործության համար ոչ մի բառ չկա իր մեջ բացարձակ բայց սկզբից մինչև վերջ ինքը տալիս է այն ինչ որ կա ու դու գիտես կարաս դու ֆիլմ նայես, կարաս տեսնես, բայց երբ որ դու պատկերը կոպիտ ասած հստակ չես տեսնում ու դու պատկերացնում ես լսելով, այս վիբրացիաներն էլ երբ որ ես մտնում եմ մեջ դու լրիվ հոգեվիճակդ փոխվում է ու ես շատ մարդկանց եմ որ իրանք ասում են ես բան չեմ լսում ես հասկանում եմ որ իրենք տխուր ապրում են չեն, հա, չեն ուրեմն իրենց կյանքը ահավոր դժվար է ու ասենք ոչ մի էմոցիա չունեն ապրելու ոչ միտեղ չի կարա իր էմոցիան ցույց տա ու ոնց որ բոլորին խափեն իրենք ճիշտ է օրինակ ես մտածում եմ երաժշտության հենց մասով այդ երաժշտությունը որ ստեղծվում է ասում եմ լավ նկարչությունը հասկանում ես ոնց կարելի է ստեղծել գիրքը կարող ես պատմությունը ստեղծել, հորինել այդ քո ուղից գալիս է, թեկուզ օրինակ երկիրի բառերը։ Բայց այդ երաժշտությունը այդ իմ համար շատ sense անհասկանալի երևույթ է։ Օրինակ Մայքլ Ջեքսոնի կինոն որ նայել է ու ինքը ոնց էր երաժշտությունը իրական պատմություններ էր տեսնում, այդ իրական պատմություններից վախը, չգիտեմ, կամ չգիտեմ, ջղայնությունը ինքը ոնց էր այդ ամենը վերածում երաժշտության, հենց այդ իմ համար դա մի քիչ sense անհասանելի երևույթ է։ Գիտես ինչա տեղի ունենում այդ ականջիդ մեջ միշտ լսում ես որ դա կա ու sense կոնկրետ դու թեման երգում ես մեջդ պատկեր ես տենում ու ես կարող եմ քո դիմաց նստած լինեմ իմ մոտ լինի այդ ասինքն գալիս է այդ միտքը ու ես դիմացած չեմ տենում ես տենում եմ այդ պատկերը շատ հետաքրքիր բան է ինչ որ դու իմ ինձ ասում ես ես չեմ հասկանում այդ ոնց է լինում Օրինակ հիմա եթե ինձ մոտ որ դնում են երաժշտությունը, ես բառերը չեմ լսում, բառերի վրա չեմ կենտրոնանում, ես երաժշտությունն եմ լսում ու սկսում եմ իմ մեջ ես պարել, ինքս իմ հետ սկսում եմ պարել մտովի կամ հոգիս է պարում, այդ ամենը ես զգում եմ, բայց այդ ամեն ինչը որ ստեղծվում է հենց այդ նոտաները, այդի չեմ հասկանում ոնց է այդ ամեն ինչը ասենց ստեղծվում Դե տենց մտքիդ գալիս է ու ես հիմա տենց լսում եմ ականջիս մեջ ու թեման կոնկրետ երգում եմ ու սկսում նվագել տարբեր գործիքների վրա թե դաշնամուրի հարվածային իմ գործիքի էլեկտրոնային ու մնացածները ու սկսում հավաքել մի անգամից հետո պահ կա որ հավաք երբ որ դու գրում ես այդ ժամանակ ինչ որ մի հատ պահ կա որ արագ գալիս է հետո ուզում ես այն մի պարտիան հիշես մոռանում ես ու տենց գնում ես ուրիշ պարտիա հետո լրիվ ուրիշ բան է ստացվում բայց եղել է ժամանակ երբ որ ես գործը պոստել եմ ռիլիզ եմ արել անցել է 2 շաբաթ հետո բանը տենց հիշել եմ ուզեցել եմ փոխեմ դե արդեն ուշ չեմ կարա արդեն պոստել եմ տենց սիտուացիաներ էլ լինում էլի ես ուզում եմ քեզ բլից հարցեր տալ Օրինակ հենց առաջինը ինչ երաժշտությամբ կամ ինչ երաժշտության անվանում կտայր քո կյանքը ներկա պահին Ներկա պահին Կյանքը միշտ պայքարի մեջ եմ ես Պայքար կտայր Իսկ որ երաժշտության ոճն է քեզ հոգեհարազատ Բոլոր Նույնիսկ ռապից Այո, նույնիսկ ռապից որտեվ դա շատ կարևոր բան է որ դու կարող ես քեզ այդտեղ այնց հոգեհարազատ կզգաս որ ոչ մի ուրիշ ձև չես կարող ուրիշ տեղից գալ Իսկ որ երաժշտությունն է եղել որը քո կյանքը ամբողջովին փոխել է Իրականում շատ գործեր կան տենց Հենց մի հատ պետք է ասես
շատ դժվար պահերին մի հատ գործ կա, որ ինձ միշտ տապեցնում է, դա հատը Հայկոյի մի շանսը։ Մի շանս չեմ լսել ես, կլսեմ, ինչքան բան չեմ լսել ես։ Տենց ինձ հենց ամենադժվար պահին, երբ որ ես հասնում եմ ու ինձ թվում է, որ շատ բան պրոստը չեմ կարող եմ մտածել, ես բա լսում եմ, ես թափ է ինձ տալիս, 2 րոպե հետո իմ կյանքը դժում է։ Հարութ, իմ բոլոր հյուրերը իրար հարցեր են տալիս եւ իմ նախորդ հյուրը Արմեն Ետիկարյանը հարց է տվել, որ պետք է ես քեզ հղեմ, ինքը չգիտեր հաջորդ հյուրը ով է լինելու։ Իր հարցը ընդհանրապես կապ չունի ստեղծագործության հետ, հարցը հետեւյալն էր. ո՞նց ես այսօր քնել ու ո՞նց ես արթնացել։ Շատ անհարմար եմ քնել ու անհարմար եմ արթնացել։ Ահա։ Հիմա կուզենայի հարց տաս, որը ես տալու եմ հաջորդ հյուրիս։ Ինչ հարց կտաս։ Բարդ հարց է։ Երբ որ զարթնում ես, ինչ երգ ես լսում։ Ինչ երգ ես լսում։ Կամ լսում ես, կամ թե չես լսում, էլի։ Լավ, ու ես իմ բոլոր հյուրերին 3 բառով նկարագրում եմ ըստ իմ պատկերացածի, քանի որ ես կարելի ասել ինչքան ժամանակ է 7 թե 19 թվականի։ Համարյա 7 տարի է որ ճանաչում եմ, ճիշտ է, այդքան շատ մոտ չենք եղել, բայց ամեն դեպքում ճանաչել եմ առաջին տպավորությունը ոնց է եղել։ Իմ կարծիքով առաջինը դու շատ փակ մարդ ես։ Դու քո կյանքը, քո մտքերը։ Երկրորդը ինձ համար դու խելացի ես, այդ խելացի տպավորություն թողել ես, որ սկզբից ասացիր ծրագրավորող ես եղել եւ այլն, հետո ոնց որ sense ամեն ինչ տեղը գցեց։ Եվ երրորդը բնականաբար դու ստեղծագործ ես, ստեղծարար ես, որը ստեղծում է այն ամեն ինչ որ հիմա դու ունես։ Շնորհակալ եմ։ Դե հա կան բաներ, որ պրոստը եթե դու չզբաղվես դրանով չես կարա։ Իմ կյանքում տենց է։ Քեզ ցանկանում եմ լիքը հաջողություններ քո ասպարեզում, ես վստահ եմ, որ դու հաջողվելու ես, ու ես շարունակեմ լսել քո երաժշտությունը։ Շնորհակալ եմ։ Եվ նաև իմ հյուրերը հաղորդմանը տալիս են փոքրիկ հուշանվեր, որը կապված է իր կամ իր ստեղծագործական գործունեության հետ։ Ես քանի որ տաղավարը ինձ դուր է եկել ու վինիլներ էին, ասացի, այնպես մտածեցի, որ ավելի շատ այնպես վինիլ կսազի, funk soul, այնպես շատ սիրուն գործեր է Candy Station, նվիրում եմ, որ լսեք։ Շնորհակալ եմ։ Այս իմ կյանքի առաջին վինիլն է։ Հա, ես երբեք չեմ ունեցել վինիլ։ Դզեց։ Շատ երջանիկ է։ Արդարա։ Շնորհակալ եմ քեզ, Հարութ, շատ հաճելի էր։ Հուսամ էլի նմանատիպ քննարկումներ կունենանք եւ կուզենամ, որ շատ հաջողությունների հասնես քո ասպարեզում։ Ես նույնպես Նորա ջան, մերսի իրավերի համար, շատ գեղեցիկ երեկո եւ հարցազրույց ունեցանք։ Հուսամ սա կմնա պատմության մեջ։ Ու կհիշենք մի 10 տարի հետո։ 9 տարի հետո կամ էլ։ Մերսի։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին Critics-ի հաջորդ ոդկասթները դիտելու համար։